Բարև ձեզ հարգելի ժուրորից, բարև ձեզ հարգելի ժողովուրդ, շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում հիմա, հազարավոր, բառից բուն իմաստով եմ ասում, հազարավոր, որտեղ այս փողոցը արդեն փակ է, այս փողոցում արդեն այս հրապարակում արդեն մեքենաներ չեն կարողանում մտնել, կողքի հրապարակում 2-3 հազար մարդ է հավաքվել, հետաքրքիր բան եմ ձեզ ասում, ես վերջի 7 տարում բազմաթիվ հավաքներ եմ տեսել, անկեղծ եմ ձեզ ասում, բազմաթիվ հավաքներ եմ տեսել, այդ հավաքներում դրանք հիմնականում եղել են դատարանների առաջ հավաքներ, ինչ-որ, չգիտեմ, աջակցության հավաքներ, ինչ-որ, չգիտեմ, տխրության, ինչ-որ սատարումի եւ այլն, դες ինչ-որ հավաքներ են եղել։ Սա առաջին հավաքն է, որին ես չեք պատկերացնի ինչքան սրտանց ուրախ եմ, ինչքան ցնծություն կա իմ հոգում, ես մյուս բառերով չեմ կարող փոխանցեմ, Դավիթ Համբարձումյանի, վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի կոչով ընդամենը 1-1.5 ժամում հավաքվեցին հազարավոր մարդիկ, մեքենաներով, ավտոբուսներով, չգիտեմ, տարբեր տրանսպորտային միջոցներով, ոտով, հավաքվեցին այստեղ եւ կողքի հրապարակում, այստեղ մի հրապարակը արդեն լիքնա մեքենաները այստեղ արդեն չեն կարողանում մուտք գործել, այնքան շատ են ու սա խոսում է Դավիթ Համբարձումյանի բացառիկ աջակցության մասին ես չգիտեմ որևէ այլ այս պայդրությամբ որևէ այլ քաղաքական գործիչ որը այսքան սիրված լինի, այսքան շատ սիրված լինի իր համայնքում, իր հայրենակիցների կողմից ինձ ասեցին, որ Արցախցի կանայք կան, ովքեր ցանկություն են հայտնել իրենք էլ եւս մասնակցեն Վեհափառ Հայրապետին դիմավորելու գործում, դրանք այն մարդիկ են, այն մարդկանց միսից են, Դավիթ Համբարձումյանը համայնքապետի կարգավիճակում ընդունել է եւ տեղավորել է Մասիս համայնքում, դրանք այն տասնյակ հազարավոր մարդկանցից են, դուք այսօր նաեւ կարծում իրենց էլ կտեսնեք, այստեղ է Էդգար Ղազարյանը, իմիջիայլոց 168 KTM-ը այստեղից լայվ անում, կարող եք այդ էլ որպես ինֆորմացիա ունեցեք, այստեղից րոպեներ անց մենք շարժվենք Զվարթնոց օդանավակայան, դուք բոլորը ձեր աչքով կտեսնեք այն սատարումը, այն սերը, այն հարգանքը, այն նվիրումը, որը վայելում է վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։ Ինքը կրկնում եմ, բացառիկ, ես երկրորդ տենց սիրված բացառապես սիրված մարդ, քաղաքական գործիչ, հասարակական հանրային գործիչ, որ այսքան ժողովուրդ կգա կկանգնի իր կողքին, ես ուղղակի չեմ մանում, ես ուզեցի այս ցնծությամբ ձեր հետ կիսվեմ, հենց եկավ պարոն Համբարձումյանը, եկավ ժողովուրդը հավաքվում է իր շուրջը, որ ստում է 1-2 բառ խոսա պարոն Համբարձումյանը ու դրանից հետո մենք բոլորով կշարժվենք Զվարթնոց օդանավակայան, որտեղ մեր սատարումը կհայտնենք Վեհափառին, Վեհափառ Հայրապետին։ Հեսա տեսնում եք պարոն Համբարձումյանը փոքրիկ հարցազրույց է տալիս 160 KTM-ի շրջապատված ժողովրդով, շրջապատված մարդկանցով, շրջապատված իր համայնքի բնակիչներով, իր գաղափարակիցներով կրկնում եմ, սա ընդամենը 1 ժամ ու կեսվա կոչի մասին է խոսքը գնացել, այսինքն ընդամենը ժամ ու կես առաջ պարոն Համբարձումյանը իր Facebook-յան էջում կոչ արեց համախմբվել, հավաքվել եւ սատարում հայտնել Վեհափառ Հայրապետին եւ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի կոչով հավաքվեցին մարդիկ, տեսնում եք, նույնիսկ Երևանից եկան, պարոն Ղազարյանն այստեղ, նաեւ իր որդու հետ ես տեսա քիչ առաջ, նաեւ իմ ընկերներից շատ-շատերին տեսա, ես ուզում եմ ասենց տեսնեք ինչա կատարվում ուղղակի դուք այստեղ, Ժորժ ջան, սա մեծ զարթոնքի սկիզբ է, ես ուղղակի ուզում եմ ասեմ, մեծ զարթոնքի սկիզբ է, մենք այստեղ բոլորով շարժվում ենք հիմա Զվարթնոց օդանավակայան, ու մենք լիքը գործ ունենք անելու Ժորժ ջան, մենք անպայման հասնելու ենք Չարիքի հեռացմանը մեր երկրից, ես ուզում եմ հատուկ շեշտել, որտեվ սովորաբար հավաքվում ենք
դիմադիրներով ինչ նպատակով, հա, ինչ-որ տենց դատարաններում, չգիտեմ, ինչ-որ սատարումներ, սրան են ձերբակալեն, նրան են կալանա, որը եսիվիշ, ուզում եմ տեսնեք, հասկանաք, կողքի հրապարակը լեփ-լեցուն, հա, հիմա նաև կողքի հրապարակ կգնամ, դուք այդտեղ էլ կտեսնեք ինչա կատարվում, հա, ու մենք հիմա կրկնում եմ, խոսքը գնում է հազարավոր մարդկանց մասին, հազարավոր, ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, քիչ շանս մենք կլինենք Զվարթնոց օդանավակայանում, Խաչմերուկում ըստ պլանի կկանգնենք, այդ ընտեղից ոտքով դեպի դիմավորման սրահ կգնանք։ Լավ եղեք, ընթացիկ կմտնենք լայվ, հեսա տեղավորում ենք, որ